Հացահատիկի համաշխարհային շուկան 2025-2026 թվականների գյուղատնտեսական սեզոնին մուտք է գործում հարաբերական կայունության փուլ, արտադրության աճի, առևտրի ընդլայնման եւ գնային խառամիտումների պայմաններում։ Միջազգային կառույցների վերջին գնահատականների համաձայն համաշխարհային հացահատիկի առևտրի ծավալը կկազմի շուրջ 500 միլիոն տոննա, ինչը մոտ 3%-ով գերազանցում է նախորդ սեզոնի ցուցանիշը։ Ցորենի շուկայում առաջատար դիրքերը շարունակում է պահպանել Ռուսաստանը, որի արտահանումը գնահատվում է շուրջ 44 միլիոն տոննա։ Նրան հաջորդում են Եվրոպական միությունը, Կանադան, Ավստրալիան եւ ԱՄՆ-ն։ Միաժամանակ նկատվում է Ավստրալիայի եւ Արգենտինայի արտահանման էական աճ, մինչդեռ Ուկրաինայի ցուցանիշները փոքրինչ նվազել են լոգիստիկ եւ անվտանգային գործոնների ազդեցությամբ։ Եգիպտացորենի համաշխարհային արտահանման հիմնական շարժիչը մնում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Բրազիլիան եւ Արգենտինան։ Ուկրաինան այս շուկայում գրանցում է արտահանման վերականգնում։ Նախորդ տարվա համեմատ բրնձի շուկայում գերիշխող դիրք ունի Հնդկաստանը, որը շարունակում է մնալ աշխարհի խոշորագույն արտահանողը։ Թայլանդն ու Վիետնամը պահպանում են իրենց դիրքերը, սակայն նրանց արտահանման ծավալներում նկատվում է որոշակի նվազում, մինչդեռ Պակիստանը գրանցում է աճ։ 2025 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է։ Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։ Կենտրոնական բանկի խորհրդի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել է նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը, ինչպես նաեւ մշակող արդյունաբերության ոլորտում որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոնների դերակատարությունը։ Պահանջարկի ընթացիկ պայմանների, ինչպես նաև դրա հետագա միտումների վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է։ Այս իրավիճակում ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումները մասամբ պայմանավորված են որոշ առաջարկի գործոններով։ Զուգահեռաբար մասնավոր աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը եւ գնաճային սպասումները շարունակում են դրսևորել կայունացման միտումներ։ Կարճաժամկետ հորիզոնում առկա են հարկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին պահանջարկի ընդլայնման ռիսկեր։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայի մասնակիցները ընդհանուր առմամբ ակնկալում են, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%։ 2025 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի եւ այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 21 միլիոն 430 հազար 3 ԱՄՆ դոլար։ 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 29%-ով։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով ներմուծումը գերազանցել է արտահանումը 4 միլիոն 639 հազար 5 ԱՄՆ դոլարով։ Այսպես 2025 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանն արտահանել է 8 միլիոն 395 հազար 4 ԱՄՆ դոլարի արտադրանք եւ այլ երկրներից ներմուծել 13 միլիոն 34 հազար 9 ԱՄՆ դոլարի արտադրանք։ Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման անկումը կազմել է 36.1%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը 23.6%։